Դատախազությունը դադարեցրել է ընտրություններից 2 օր անց Գագիկ Ծառուկյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով որոշումը կայացվել է մեղադրանքի ապօրինի լինելու հիմքով։ Միաժամանակ կալանավորված Գագիկ Ծառուկյանը շարունակում է մեղադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման գործով։ Այսօր նրան ոստիկանների ուղեկցությամբ կրկին տեղափոխել են քննչական կոմիտե լրացուցիչ հարցաքննության։ Եթե դժվար չի գիտեմ շոքա արևա, բայց այս կողմում հավաքվենք, որովհետև 2 բառ եմ ուզում ձեզ ասեմ։ Նախ առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզանից յուրաքանչյուրին այսօր այստեղ լինելու համար։ Իսկապես շատ շնորհակալ ենք, որովհետև հատկապես այս բարդ ու դժվարին փուլում ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը մեր համար շատ կարևոր է։ Ես ուզում եմ այս պահին բոլորս մի հատ շատ բարձր ծափահարենք, որպեսզի պարոն Ծառուկյանը ներսում լսի, որ դուք այստեղ եք։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, իսկապես այն էներգիան, որը հիմա դուք տալիս եք, վստահ եմ, որ ներսում պարոն Ծառուկյանը զգում է, լսում է, տեսնում է ու գնահատում է։ Մենք այսօր իսկապես շատ բարդ փուլում ենք հայտնվել, բայց անգամ այս պայմաններում պարոն Ծառուկյանը չի կորցնում իր լավատեսությունը, չի կորցնում իր հաստատակամությունը ու չի կորցնում ձեր կողքին ու մեր բոլորի կողքին լինելու իր ցանկությունը։ Հենց այսօր քրեակատարողական հիմնարկից հղված իր ուղերձում պարոն Ծառուկյանը հստակ եւս մեկ անգամ վերահաստատում է, որ այնպես ինչպես ինքը ամբողջ կյանքում կառուցել է, նույն տեմպով շարունակելու է կառուցել այս երկրում։ Ի տարբերություն շատերի Գագիկ Ծառուկյանը այս երկրում կառուցել է, ոչ թե քանդել է, ստեղծել է, ոչ թե կործանել է, ու նույն կերպ շարունակելու է նաև առաջիկայում։ Այո, պարոն Ծառուկյանը այսօր գտնվում է անազատության մեջ, բայց անգամ այս պայմաններում պարոն Ծառուկյանը իր հոգով, իր մտքով, իր ստեղծելու, արարելու պատրաստակամությամբ շատ ավելի ազատ է, քան ազատության մեջ գտնվող բանտարկյալները, որոնք ստիպված են կատարել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս հետապնդման հրահանգները։ Նրանք շատ ավելի կալանավորված են, քան Գագիկ Ծառուկյանը։ Քաղաքական հաշվի արդարի հետևանքները իրավական հանգուցալուծում չեն կարող ունենալ, այսինքն շատ պարզ է, որ այստեղ իրավունքի օրենքի մասին որևէ խոսք չկա։ Պետական բոլոր ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվի արդարի գործիք, մեկ մարդու քմահաճույքով մարդիկ են կալանավորվում, մարդիկ վարկանց մեղադրանքներ են առաջադրում, այս տիպի երկրներում բոլոր հանգուցալուծումները քաղաքական են, այսինքն եթե ռեպրեսիվ մեքենան լափում է մարդկանց եւ մարդկանց ազատությունները, ընդդիմության կամ հասարակության խնդիրը պիտի լինի ռեպրեսիվ այդ մեքենայի երախը կոտրելը։ Արադ ցեմենտը Հայաստանի Հանրապետության կառավարմանը հանձնելու որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսական եւ քաղաքական հեղինակության վրա, վերլուծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, որը պնդում է սեփականության իրավունքի պաշտպանության հարցում խնդիրները կարող են հարվածել ներդրումային միջավայրին եւ ժողովրդավարական համակարգի նկատմամբ վստահությանը։ Եթե որևէ երկրում սեփականության իրավունքը պաշտպանված չէ, դա բացասաբար է անդրադառնում պետության միջազգային հեղինակության եւ ներդրումային միջավայրի վրա, ունենալով նաեւ տնտեսական ու քաղաքական հետևանքներ։ Սեփականության իրավունքի պաշտպանությունը ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից է։ Եթե այդ հարցում խնդիրներ կան, դա վկայում է ժողովրդավարական միջավայրի խոցելիության մասին։ Եթե իշխանությունը որևէ քայլ է իրականացնում եւ չի բախվում հակազդեցության, բնական է, որ շարունակում է նույն գործելակերպը։
իսկ դրա հիմնական հետևանքները կրում է հասարակությունը, որը պետք է ձևավորի հանրային պահանջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նորընտիր падգամավորներին է հանձնել մանդատներ, օրակարգում ընդգրկված էր 2 հարց падգամավորի թեկնածուների ինքնաբացարկների գրանցումը ուժը կորցրած ճանաչելը եւ ազգային ժողովի ընտրված падգամավորների գրանցման ու մանդատների տրամադրման վերաբերյալ արձանագրության ընդունումը։ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներում ՀՀ ազգային ժողովի падգամավորներին գրանցում եւ մանդատներին տրամադրվում։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ մասից Բաքոյան Ռուստամ Զուրբայի, Սանդիկով Ալեքսեյ Իվանի, Հասանով Կնյազ Թամիդի։ Ընտրական ցուցակի առաջին մասից Ռուբինյան Ռուբեն Կարապետի, Ալեքսյանյան Վահագն Հովիկի, Ղազարյան Ալխազ Աղաբեկի, Հարությունյան Արայիկ Էդվարդի, Կոնջորյան Հայկ Արսենի, Ջուլիակյան Արուսյակ Թովմասի, Հակոբյան Հասմիկ Արմենի, Խաչատրյան Արմեն Էդմոնդի։ Մանավասյան Արուսյակ Լևոնի, Հովանիսյան Արթուր Ղարիբի, Գաբրիելյան Վիլեն Կարենի, Ղազարյան Սոնա Արայի, Եղոյան Արման Աշոտի, Բաթոյան Զարուհի Վալերյանի, Միքայելյան Սասուն Գաբրիելյան Սիսակ Արմենի, Բաղդասարյան Նազելի Հրաչի, Թունյան Բաբկեն Էդիկի, Գասպարյան Տաթևիկ, հարգելի լրագրողներ, եթե ձեզ խանգարում ենք, կարող եք դուրս գալ։ Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի, Լևոնյան Լևոն Գագիկի, Վարդանյան Արաքսա Պողոսի, Հարությունյան Քնարիկ Համլետի, Գրիգորյան Նարեկ Հարազատի, Դավոյան Ափինե Հրահատի, Սիմիդյան Հակոբ Կարապետի, Սարգսյան Գարիկ Մնացականի, Ղալումյան Վահե Վոլոդյայի, Բադալյան Լուսինե Խաչիկի, Մինասյան Սարիկ Սամվելի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Մինասյան Լիլիթ Համբարձումի, Խանդանյան Սարգիս Հայկի, Պողոսյան Մարիամ Աշոտի, Խաչատրյան Միքայել Արմենի, Վարդանյան Ծովինար Գևորգի, Սարգսյան Տրթատ Նորիկի, Սինորյան Նատալիա Արամի, Գյուռնազարյան Լյուդվիգ Արիստակեսի, Ղազարյան Թագուհի Արարատի, Քոչարյան Անդրանիկ Գրիգորի, Հովանիսյան Սուրեն Մկրտչի, Ստեփանյան Լիլիթ Սասունի, Խաչատրյան Վլադիմիր Գագիկի, Սարդյան Սուզաննա Վարդկեսի, Ղարամանյան Նարեկ Սամվելի, Երեմյան Ռուզաննա Գրիգորի, Համբարձումյան Կարեն Հովանեսի, Չախոյան Տարոն Արթուրի, Կարապետյան Մարիա Էդվարդի, Բաբայան Նարեկ Աբրահամի, Բաբայան Նելի Էդիկի, Սահակյան Ահրոն Մամիկոնի, Հակոբյան Վոլոդյա Գառնիկի, Հովանեսյան Նոնա Գագիկի, Խաչատրյան Արամ Մայիսի, Գրիգորյան Ռիվսիմե Աշոտի, Աշակյան Գոր Մնացականի, Գալստյան Տիգրան Վանուշի, Ավետիսյան Լուսինե Հրահատի, Համբարձումյան Ռոման Վարազդատի, Աղաջանյան Էդվարդ Արթուրի։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշնքի ընտրական ցուցակի երկրորդ մասից Արչյան Արմեն Բենյամինի, ընտրական ցուցակի առաջին մասից Կարապետյան Նարեկ Կարենի, Վարդևանյան Արամ Պողոսի, Ղազիմյան Դավիթ Գագիկի, Խիթարյան Ռուբեն Աշոտի, Հովսեփյան Արեկ Օլեգի, Ասլանյան Մամիկոն ԵՒուշի, Ղարամանյան Մարիանա Արթուրի, Սուքյասյան Հայկ Նայրի, Դարփինյան Արգիշտի Սամվելի, Յոլյան Իրինա Սամվելի, Ղազարյան Էդգար Ֆերդինանդի, Աբրահամյան Տիգրան Արմենի, Մաթեոսյան Լենա Վազգենի, Գևորգյան Անդրանիկ Մեհերի, Ֆարմանյան Հայկ Լևոնի, Թամրազյան Գրիշա Մաքսիմի, Գասպարյան Լիանա Հենիկի, Վարդանով Վաղինակ Վլադիմիրի, Դավսյան Գառնիկ Մկրտչի, Մանուկյան Լիանա Աշոտի, Մնացականյան Հարություն Բորիսի, Այվազյան Վրույր Գարեգինի, Ավետիսյան Սուզաննա Թաթուլի, Հարությունյան Հարություն Գագիկի, Մանուկյան Շիրազ Սմբատի, Միրզոյան Անուշ Արթուրի,
Մանուչարյան Անուշավան Հարությունի, Ենգոյան Հասմիկ Ալեքսանդրի, Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասից, Սաղաթելյան Իշխան Վաչիկի, Գրիգորյան Աննա Արամի, Խաչատրյան Սևակ Սասունի, Խաչատրյան Արթուր Լևոնի, Վարդանյան Քրիստինե Մարտինի, Վարդանյան Աղվան Արշավիրի, Մանուկյան Գիղամ Ազատի, Խամոյան Ագնեսա Պողոսի, Քոչարյան Լևոն Ռոբերտի, Սարգսյան Արթուր Լավրենտի, Գալստյան Լիլիթ Սերյոժայի, Մանուկյան Մեսրոպ Գևորգի։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորության տեխնացու Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Արաքելյանը հայտարարել է, որ падգամավորական մանդատից հրաժարվելու որոշումն անձամբ է կայացրել, այն նախապես քննարկելով Վարդան Ղուկասյանի եւ դաշինքի առաջնորդներից Նարեկ Կարապետյանի հետ։ Նրա խոսքով առաջնահերթը Գյումրիի շահն է եղել, իսկ որոշման նպատակը քաղաքի կառավարման հնարավոր կոլապսից խուսափել է։ Արաքելյանը նաև հերքել է, թե իր որոշումը կապված է աներոջ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու կամ իշխանությունների հետ որևէ կուլիսային պայմանավորվածության հետ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավականու անդամի լիազորությունները։ Նա հայտնել է, որ իր քաղաքական գործունեությունը շարունակելու է որպես ազգային ժողովի падգամավոր։ Մինասյանի խոսքով Գյումրին ունի հոգատար եւ պրոֆեսիոնալ կառավարման կարիք, իսկ ստեղծված իրավիճակում ավականու արտահերթ ընտրությունները անխուսափելի են։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող հայերի անհապաղ ազատումը բխում է ազգային արժանապատվությունից եւ պետական շահերից։ Անդրադառնալով Բաքվում պահվող գեներալ Դավիթ Մանուկյանի ուղերձին, նա նշել է, որ իր գնահատմամբ հայ ռազմագերիները նույնիսկ գերությունից պաշտպանում են հայկական պետականությունը, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունները ծառայում են այլ շահերի։ Աբրահամյանի խոսքով գերիների վերադարձի համար պայքարը այլ ընտրանք չունի։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Ադրբեջանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը հայտարարել է, որ դրա գործարկումից հետո դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու լոգիստիկ ծախսերը կնվազեն, իսկ սահմանային ընթացակարգերը կպարզեցվեն եւ կթվայնացվեն։ Սակայն որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում Զանգեզուրի միջանցք եզրույթը չի օգտագործվում եւ նման պայմանավորվածություն կողմերի միջև չկա։ Փաստաթղթերում խոսվում է միայն Թրամփի ուղու մասին, իսկ Բաքուն նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ շարունակում է շրջանառել միջանցք ձևակերպումը, ներկայացնելով փաստաթղթերի բովանդակությունը սեփական մեկնաբանությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Գերմանիայում է ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ համաշխարհային ճգնաժամերի, լոգիստիկ խափանումների եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերների պայմաններում Բերլինի եւ Բաքվի միջև բարձր մակարդակի երկխոսությունը գործընկերությունը հասցրել է նոր մակարդակի, արտացոլելով նաեւ Եվրոպայի փոփոխվող մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ։ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեփան Կորնելիուսի խոսքով կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Ալիևի բանակցությունների օրակարգում են էներգետիկան, հումքային համագործակցությունը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը։ Թուրքիայի զինված ուժերի պաշտոնաթող բրիգադային գեներալ Իբրահիմ Բյույուքբաշը հայտարարել է, որ 2016 թվականի հեղաշրջման փորձից առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ էր նախապատրաստվում 1981 թվականի Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության սցենարով։ Նրա խոսքով նախատեսվում էր Էրդողանին առևանգել Մարմարիսում, տեղափոխել Դալաման օդանավակայան եւ սպանել։ Բյույուքբաշը պնդել է, որ այդ ծրագրին առնչվող տվյալներ կան հետաքննության նյութերում, այդ թվում օտարերկրային ինքնաթիռի մասին, որը փորձել էր թռիչքի թույլտվություն ստանալ նախագահի օդանավակայան ժամանելուց առաջ։ Պաշտոնական Անկարան դեռևս չի մեկնաբանել գեներալի հայտարարությունները։ Էնդի Բերհեմը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային։ Բերհեմը ընդգծել է Զելենսկուն կհասկացնի, որ Լոնդոնի կողմից Ուկրաինային աջակցության գործընթացում ոչ մի փոփոխություն չի լինի եւ որ ինքը 100%-ով կաջակցի ուկրաինացի առաջնորդին, ինչպես դա անում էր իր նախորդը Քիր Սթարմերը։ Բուքինգհեմյան պալատից Դաունինգ Սթրիթ ուղևորված նոր վարչապետը իր առաջին ելույթում ներկայացրել է իր կառավարության աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։ Մասնավորապես նա նշել է, որ սուր գիտակցում է Մեծ Բրիտանիայում վարչապետների հաճախակի փոփոխության խնդիրը։ Բրիտանիան պետք է աշխարհին ցույց տա, որ կրկին կարող է լինել կայուն, ասել է Բերնհեմը։ Նա նաև ընդգծել է, որ բրիտանական քաղաքականությանը անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն եւ պատասխանատվություն։